Վերջին մեկ ամսվա ընթացքում տասնյակ մարդիկ ինձ ուղարկում են YouTube-յան մի տեսանյութ, որտեղ channeling է արված, այսինքն կապավորը հիպնոսի միջոցով տեղափոխվում է Արարատ լեռան մեջ, եւ այդպես էլ վերնագրված է տեսանյութը Արարատ լեռան գաղտնիքը։ Այնտեղ տեսնում եք գրադարանը, որի մասին ես խոսել եմ տարիներ առաջ, հանդիպում է մենակյացներից մեկի հետ, որ հսկում է գրադարանը եւ որոշակի զրույց է տեղի ունենում։ Արդեն ճիշտ ժամանակն է, որ ես մի գրքից կարդամ մի հատված, որոշակի բաներ չնշելով, որը կվերահաստատի այն, ինչի մասին խոսել եմ տարիներ առաջ։ Ուրեմն այս գրքում գրված է. այնտեղից դուրս գալով գնացի հասա այսինչ երկիրը։ Այնտեղ շատ թալիսմաններ եւ կախարդություն գիտեն։ Ինչպիսի խելքով մարդ էլ գնա այնտեղ, նրանից բան չի հասկանա։ Հնում մեկը բարձր սարից մի ժայռ է պոկել, որից այր է առաջացել։ Այրի ներսում կամարներ է կապել, այնպես որ լույս չանցնի, իսկ երկարությունը մի օրվա ճանապարհ է։ Այրի բերանին մեծ երկաթե դուռ է կախել եւ այնպիսի թալիսման է արել, որ այդ դուռը տարին միայն մի անգամ ինքն իրեն բացվում է եւ 6 ժամ բաց է մնում ու հետո նորից փակվում։ Այդ այրի մեջ նա մագաղաթի թերթերով մի գիրք է դրել, որտեղ X լեզվով գրված են թալիսմաններ եւ կախարդություններ։ Ով ուզում է դրանք սովորել, ուտելիքի ու մոմի մի տարվա պաշար է վերցնում, դռան մոտ կանգնում եւ հենց որ դուռը բացվում է, ներս է մտնում եւ մինչեւ մյուս տարի մնում է ներսում։ Ինչքան էլ դժվար թալիսման լինի, նա այնտեղ կգտնի եւ կարտագրի։ Եվ ինչ կախարդություն էլ ուզենա, այնտեղ կհասկանա ու կսովորի։ Եվ երբ մի տարուց հետո դուռը բացվի, դուրս կգա եւ ինչ որ ուզենա կանի։ Ահա այսպիսի իշատակություն այլ աղբյուրում գիրքը եւ ոչ միայն գիրքը, շատ ավելին մենք տրամադրում ենք Այգ հայագիտական թաքնագիտական ակումբի անդամներին, որը արդեն գործարկվել է, անդամագրվելու մասին տեղեկություններ կարող եք ստանալ իմ էջից։ Առայժմ այսքանը։